Այսօր խոսում են քաղաքական հետապնդումների մասին։ Ես խոսում եմ քաղաքական չհետապնդումների մասին, որտեղ մարդիկ կան, ես չեմ հասկանում, լավ, ես այս ամբիոնից էլ եմ ասել։ Ես կոնկրետ դեպքերով ասեմ, ես չեմ կարող բանանեմ, հավատամ, որ ինչ որ մարդիկ միջև հիմա պատասխանատվությունից խուսափել են այն պատճառով, որ դատաիրավական համակարգը արդար է։ Իրանք ընդհակառակը պատասխանատվությունից խուսափել են այն պատճառով, որ այդ կոռուպցիոն կապերը շարունակում են մնալ։ Եվ ասենք ենթադրենք հայտնի նախկինից 2000 մինչև 18 թվականը հայտնի ընտանիքներ կան, որոնց անդամները այսօր դատավոր են, չգիտեմ ինչ են, որոշումներ են կայացնում, խնամի են, ծանոթ են, բարեկամ են։ Ինչի են նրանք դեռևս դատավոր, որովհետև սահմանադրական պաշտպանության ներքո են։ Այսինքն քաղաքական իշխանությունը օրինական ճանապարհ նրանց այնտեղից հեռացնելու չունի։ Եվ սրա համար է նաև, որ ես ասում եմ նոր սահմանադրության ընդունմամբ պետք է բոլոր դատավորները ստանան դատավորի ժամանակավոր պարտականությունները կատարողի կարգավիճակ, որպեսզի այդ հարցը ֆունդամենտալ ձևով լուծվի։ Այսօր ես պատասխանատու ասում եմ, Հայաստանում դատական համակարգը սպասարկում է էլիտաների, հիմնականում նախկին էլիտաների շահերը, որովհետև օրգանական կապ չունի ժողովրդի հետ։ Եվ ելույթում ասացի նաև ինչու՞մ այդ կապի բացակայությունը արտահայտվում։ Ինստիտուցիոնալ խորը պրոբլեմ ունենք, եւ դա այդպես էլ պլանավորված է եղել։ Եվ մենք այո ունենք պրոբլեմ։